Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։ Ես Ջոյս Մայերն եմ և հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել ձեզ բոլոր բնագավառներում։ Անչափ ուրախ եմ, որ այսօր միացել եք ինձ և դիտում եք այս հաղորդումը։ Հավատում եմ, որ կվայելեք այս ուսուցումը և ոչ միայն կվայելեք, այլև այն կօգնի ձեզ ձեր կյանքում, ինչն էլ հենց իմ նպատակն է։ Մեր հաղորդումը անվանում ենք «Վայելել ամենօրյա կյանքը»։ Եվ ես հավատում եմ, որ չնայած խնդիրներին և փոթորիկներին, որոնք կանխատեսված չեն, մենք կարող ենք վայելել մեր կյանքը հենց դժվարությունների մեջ, եթե սովորենք, թե ինչպես վստահենք Աստծուն։ Զարմանալի է, թե ինչպես է ճնշումը վերանում, երբ վստահում եք Աստծուն։ Ինչի միջով եք անցնում հենց հիմա, որի համար անհանգստանում եք։ Փորձում եք շտկել ձեզ։ Զանգում եք բոլոր ծանոթներին, հարցնում, թե ինչ պետք է անեք։ Մինչդեռ կարող էիք պարզապես ամեն բան թողնել Աստծուն, ձեր հոգսը գցել նրա վրա և վստահել, որ նա կհոգա դրա մասին։ Գիտեք, մենք սիրում ենք ունենալ պահեստային ծրագիր այն դեպքում, եթե Աստված չհայտնվի։ Բայց եթե հետ նայեք ձեր կյանքին, եթե փորձառություն եք ունեցել Աստծո հետ և նորահավատ չեք ու նոր չեք սկսում ձեր ընթացքը, ապա կհամոզվեք, որ ձեր կյանքում եղել են շատ ժամանակներ, երբ Աստված օգնության է հասել, և դուք պետք է հիշեք այդ ժամանակները։ Դավիթը, երբ դեմ առ դեմ կանգնեց Գողիաթին, հիշեց առյուծին ու արջին, որոնց արդեն սպանել էր։ Այնպես որ մենք պետք է հիշենք մեր անցյալի հաղթանակները։ Այսօր ուզում եմ խոսել վճռական և հարձակողական լինելու մասին։ Մենք չպետք է լինենք ծույլ, պասիվ կամ հետաձգող։ Ես ցավում եմ ձեզնից մի քանիսի համար, որոնք ծույլ են կամ սիրում են հետաձգել, քանի որ այսօր դուք ստիպված կլինեք ցատկել ձեր տեղից և սկսել ապրել լիարժեք կյանքով։ Աստվածաշունչը առաջին Պետրոսի 5:9-ում ասում է. «Հակառակ կանգնեք սատանային հենց սկզբից»։ Այսպես է գրված ընդլայնված Աստվածաշնչի դասական տարբերակում, և ինձ դուր է գալիս դա, երբ գիտենք, որ սատանան հարձակվում է մեզ վրա, կարիք չկա, որ հարձակման տակ լինենք 3-4 օր կամ 1-2 շաբաթ, այնուհետև փորձենք օգնություն ստանալ։ Մենք անմիջապես պետք է հակառակ կանգնենք նրան, բայց դա անելու համար անհրաժեշտ է լինել ակտիվ և հարձակողական։ Սատանան հենց այնպես չի հեռանա ու չի թողնի քեզ, եթե չհակառակվես նրան։ Երբ նա քո դեմ է դուրս գալիս, դու էլ պետք է դուրս գաս նրա դեմ։ Երբեմն պարզապես ասա Հիսուս։ Այդ անվան մեջ զորություն կա։ Առաջին Պետրոսի 5:8 և 9։ Ընդլայնված Աստվածաշնչի դասական տարբերակ։ Եղեք հավասարակշռված, զուսպ։ Եթե չգիտեք, թե դա ինչ է, ասեմ կարգապահ, զգաստ մտքով, եղեք արթուն և զգույշ մշտապես։ Մշտապես։ Բայց Ջոյս, ես չեմ ուզում մշտապես այդպես վարվել, ես հոգնել եմ մշտապես այդպես վարվելուց։ Սատանան քեզ չի թողնելու, այնպես որ դու պետք է պատրաստ լինես մշտապես հակառակվելու նրան։ Քանզի ձեր թշնամին Սատանան թափառում է ինչպես մռնչացող առյուծ, սաստիկ քաղցած, փնտրելով, թե ում բռնի և կուլ տա։ Դե ակնհայտորեն նա չի կարող կուլ տալ ցանկացածի։ Նա փնտրում է մեկին, որին կարող է բռնել և կուլ տալ։ Կրկին նայենք այս խոսքերից մի քանիսին։ Եղեք արթուն, զուսպ, հավասարակշռված։ Հիմա կարդանք հաջորդ տողը. դեմ կանգնեք նրան, ամուր եղեք հավատքի մեջ, նրա հարձակման դեմ, արմատացած, հաստատուն, ուժեղ, անսասան և վճռական։ Ինձ դուր է գալիս դա։ Գիտեք, ես երախտապարտ եմ Աստծուն, որովհետև վստահ եմ, որ դա նրա շնորհքն է։ Բայց իմ կյանքում ես վճռական եմ եղել և հեշտությամբ չեմ հանձնվում։ Կարծում եմ, որ խիստ վճռական մարդ լինելը իրական առավելություն է։ Եթե դու այն մարդկանցից ես, որ հեշտությամբ են հանձնվում, երկար ժամանակ չի անցնի և թշնամին կհաղթի քեզ։ Աստվածաշունչն ասում է. արդարը 7 անգամ ընկնում է և նորից վեր կենում։ Այն, ինչ պետք է անես կյանքում, պարզապես ասելն է. ես չեմ հանձնվի, ես չեմ հանձնվի։ Եթե Աստվածաշնչում կա որևէ խոստում, որը յուրաքանչյուրը կարող է ունենալ, ապա ես կունենամ այն։ Ես թույլ չեմ տա, որ անտեսված մնամ միայն այն պատճառով, որ ծույլ եմ և չեմ ուզում անել իմ մասը։
Թույլ տվեք նորից կարդալ, դեմ կանգնեք նրան, ամուր եղեք հավատքի մեջ նրա հարձակման դեմ, արմատացած, հաստատուն, ուժեղ, անսասան և վճռական, գիտենալով, որ մի և նույն չարչարանքները նախատեսված են ձեր եղբայրների, քրիստոնյաների ամբողջ մարմնի համար, ամբողջ աշխարհում։ Կարծում եմ սա սուրբգրային հետաքրքիր խոսք է, ինչու է ինձ համար օգտակար իմանալը, որ մյուսները նույն բանի միջով են անցնում, որովհետև շատ դեպքերում, երբ դժվարությունների միջով ես անցնում, քեզ միայնակ ես զգում, և սատանան սիրում է գոռալ կամ շշնջալ քո ականջին։ Ինչու է սա պատահում քեզ հետ։ Դու ավելի վատ վիճակում ես, քան որևէ մեկը, ոչ ոք քեզ նման չի անցնում դժվար ժամանակների միջով։ Եվ դա պարզապես ճշմարիտ չէ, անկախ նրանից, թե որքան դժվար իրավիճակում ես, կա մեկը, ով շատ ավելի վատ վիճակում է, քան դու։ Այն, որ մշտապես պետք է անենք, հատկապես երբ խնդիրներ ունենք, աղոթելն է նրանց համար, ովքեր նույնպես ունեն խնդիրներ։ Ամեն առավոտ, երբ աղոթում ես, մի աղոթիր միայն այն ամենի համար, ինչ ուզում ես, այլ ժամանակ հատկացրու և մտածիր քեզ ծանոթ մարդկանց մասին։ Եվ միշտ կան ծանոթ մարդիկ, որոնք դժվար ժամանակների միջով են անցնում։ Ուստի մենք պետք է աղոթենք այդ մարդկանց համար և խնդրենք, որ Աստված օգնի և մխիթարի նրանց։ Ես միշտ աղոթում եմ, որ Աստված մխիթարի մարդկանց, որովհետև նա բոլոր մխիթարությունների Աստվածն է։ Եղեք ակտիվ։ Սատանայի հարձակման առաջին իսկ նշանը տեսնելով, առաջին իսկ սուտը լսելով, եղեք ակտիվ, եղեք հարձակողական։ Երկրորդ Կորինթացիների 14 և 5-րդ խոսքերում գրված է մեր մտքերի մասին։ Ամեն օր մեր ուղեղում շուրջ 1 միլիոն միտք է ծագում, և դրանցից շատերը ստեր են։ Դրանք ստեր են, որոնք սատանան դնում է մեր գլխի մեջ։ Հույս ունենալով, որ այդ մտքերը կընդունենք որպես մեր սեփականը, կխորհենք դրանց շուրջ և կմտածենք այնքան, մինչև որ դրանք կդառնան մեր մասնիկը։ Եվ այդ ժամանակ դրանք դառնում են, ինչպես Աստվածաշունչն է ասում, ամրոց մեր կյանքում։ Ամրոցը մի տարածք է, որտեղ թշնամին մտնում է և թաքնվում։ Հետաքրքիր է, որքան ստերի եք հավատում հենց հիմա, կամ առհասարակ որքան ստերի դեռ կարող եք հավատալ։ 48 տարի առաջ, երբ սկսեցի իմ ընթացքը Աստծո հետ, իմ կյանքն այնպիսի խառնաշփոթի մեջ էր։ Եվ այս 48 տարիների ընթացքում հաջորդաբար Աստված բացահայտեց սատանայի ստերը և իր խոսքի ճշմարտությունը։ Եվ Աստվածաշունչը Հովհաննեսի 8:31 և 32 խոսքերում ասում է. «Եթե մնաք իմ խոսքի մեջ, ճշմարտապես իմ աշակերտներն եք և կճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը կազատի ձեզ»։ Սակայն սատանան մեծ խաբեբա է։ Եվ խաբվել նշանակում է հավատալ ստին։ Այսպիսով թույլ տվեք կրկնել, որքան ստերի եք ձեր կարծիքով հավատում։ Մեր զինվորության զենքերը աշխարհի զենքերը չեն։ Ընդհակառակը դրանք ունեն աստվածային զորություն, ամրություններ քանդելու համար։ Մենք քանդում ենք փաստարկներ և ամեն հավակնություն, որ դեմ է Աստծո գիտությանը։ Հիմա լսեք, և գերի ենք վերցնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Գերի ամեն միտք։ Վաու։ Աստվածաշունչը մեկ այլ տեղ ասում է, որ դեն նետենք սխալ մտքերը։ Երբ տարիներ առաջ առաջին անգամ փորձեցի դա անել, զգացի, որ ամբողջ օրը պարզապես փորձում էի ազատվել մտքերից և դրանք շարունակ վերադառնում էին, փորձում էի ազատվել մտքերից և դրանք վերադառնում էին։ Ասեմ ձեզ, ամեն օր մինչև կեսօր ես ուժասպառ էի լինում և չէի հասկանում, որ կա սխալ մտքերից ազատվելու կամ նույնիսկ դրանք չունենալու հեշտ միջոց։ Եվ դա միտքը լավ բաներով զբաղեցնելն է, որովհետև եթե գլուխդ դատարկ է, ապա դա ազատ տարածք է։ Ազատ տարածքը մի վայր է, որտեղ սատանան կարող է գալ և լցնել սխալ մտքերով։ Ահա թե ինչու Աստվածաշնչում ասվում է, որ խորհրդացենք Աստծո խոսքի շուրջ։ Աստվածաշունչը ևս մեկ բան է ասում, որն ինձ դուր է գալիս. լսեք, լցվեք հոգով, խոսելով ինքներդ ձեզ հետ սաղմոսներով, օրհներգերով և հոգևոր երգերով, ձեր սրտում մեղեդի երգելով Տիրոջը։ Երբևէ լսել եք ինչ-որ երգ, այնուհետև նկատել, որ այդ երգը մրմնջում եք կամ նույնիսկ երգում եք առանց հատուկ նպատակի։
Այն պարզապես ձեր ներսում է, ուստի շարունակ բորբոքում եք այն։ Ես սովորել եմ, որ կարող եմ վերցնել ինձ ծանոթ երգը եւ մրմնջալ այն։ Գիտեք, ես լավ երգիչ չեմ, բայց կարող եմ մրմնջալ։ Յուրաքանչյուրը կարող է մրմնջալ։ Եվ դա օգնում է մեզ Սուրբ Հոգով լեցուն մնալու։ Դա թույլ չի տալիս, որ թշնամին սողոսկի։ Բայց գիտեք, մեր առաջին սխալը սա է, պատրաստ եք լսելու։ Մենք չենք ուզում մշտապես այդպես վարվել։ Երբեմն մենք դեմ չենք, բայց չենք ուզում այդպես վարվել միշտ։ Մենք մտածում ենք, որքան ժամանակ պետք է անեմ սա, որքան ժամանակ պետք է անեմ։ Շատ լավ, ես ձեզ մի փոքրիկ գաղտնիք կասեմ։ Դուք ստիպված եք լինելու անել դա ամբողջ կյանքում։ Դա չի նշանակում օրվա յուրաքանչյուր վայրկյանը, որովհետև դուք աճում եք հասնելով այն կետին, երբ մտնում եք Աստծո հանգիստը, եւ դուք աճում եք հասնելով այն կետին, երբ անմիջապես ճանաչում եք սատանայի ստերը։ Եվ եթե դուք լինեք այնքան վճռական եւ հարձակողական, որքան նա, կամ նույնիսկ ավելի, կկարողանաք պարտության մատնել նրան։ Երբ սատանան ասում է Աստված զայրացած է քեզ վրա, դու կարող ես քթի տակ կամ նույնիսկ մտքում ասել. Սատանան ստախոս է։ Աստված սիրում է ինձ, ես ներված եմ։ Այժմ դու ազատ ես այդ ստից, բայց եթե ընդունես այդ սուտը եւ սկսես մտածել, Աստված զայրացած է ինձ վրա, Աստված զայրացած է ինձ վրա, նա չի սիրում ինձ, հաջորդաբար դռներ կբացես թշնամու համար։ Որտեղ ուղղված են մտքերը, այնտեղ էլ ուղղված է կյանքը։ Ես մշտապես սիրում եմ ասել, որտեղ մարդու միտքն է, այնտեղ էլ նա է։ Եթե բավականաչափ երկար մտածես տաք շոկոլադով պաղպաղակի մասին, ամենայն հավանականությամբ երեկոյան ժամը 8-ին կնստես մեքենան եւ կգնաս ինչ-որտեղ այն գնելու համար։ Մեր մտքերը որոշում են մեր խոսքերը, սրտի ավելցուկից խոսում են շուրթերը, մեր մտքերն ազդում են մեր զգացմունքների վրա եւ մեր մտքերը որոշում են մեր գործողությունները։ Այնպես որ կարող ենք ասել, որ մեր անախորժությունը սկսվում է մեր մտքում, եւ Աստծո բոլոր օրհնությունները ստանում ենք, երբ մեր մտքում համաձայնում ենք Աստծո հետ։ Սովորեք մտածել այնպես, ինչպես Աստված է մտածում։ Աղոթեք ամեն ժամանակ։ Դա նշանակում է հակառակվել սատանային ամեն ժամանակ, ամեն վախին, ամեն սխալ մտքին, ամեն գայթակղությանը։ Ասեմ ձեզ, դուք այնքան կհմտանաք դրանում, որ չեք զգա, որ մշտապես պայքարի մեջ եք։ Այժմ ես այդպես չեմ զգում, որովհետև անմիջապես ճանաչում եմ ստերը։ Ես գիտեմ, թե որն է ճշմարտությունը եւ ապրում եմ այդ ճշմարտությամբ, բայց լինում են ժամանակներ, երբ թշնամին դուրս է գալիս իմ դեմ եւ ստեր է խոսում։ Այս իրավիճակներում ես պետք է հարձակողական լինեմ, ես չեմ կարող ծույլ լինել, ես պետք է լինեմ հարձակողական եւ ասեմ. ոչ, դա սուտ է եւ ես չեմ հավատում դրան։ Եփեսացիների 6:18, Եփեսացիների 6-րդ գլխի 10-րդ խոսքից մեզ ասվում է, թե ինչպես հոգեվոր պատերազմ վարենք եւ ինչպես հաղթենք թշնամուն։ Եվ խոսվում է այնպիսի բաների մասին, ինչպիսիք են Աստծո հետ միաբան կամ մեկ լինելը։ Քո հաղորդակցությունն Աստծո հետ շատ կարևոր է, ամեն օր ժամանակ անցկացրու Տիրոջ հետ։ Այստեղ խոսվում է արդարության զրահ հագնելու, ճշմարտության գոտի կապելու, փրկության սաղավարտ կրելու եւ խաղաղության կոշիկներ հագնելու մասին։ Վերջում Եփեսացիների 6:18-ում ասվում է, որ ամենը ծածկենք աղոթքով։ Աղոթեք ամեն ժամանակ, ամեն առիթով, ամեն իրավիճակում, հոգով, ամեն տեսակի աղոթքով եւ աղաչանքով։ Դրա համար արթուն մնացեք եւ հսկեք վճռականությամբ եւ համառությամբ, բարեխոսելով բոլոր սուրբերի Աստծո սրբված ժողովրդի համար։ Օհո, աղոթքն այնքան զորավոր է։ Երբեք չասեք, ես պետք է աղոթեմ։ Ասեք, ես ուզում եմ աղոթել, ով չի ցանկանա աղոթել։ Մենք ունենք մեծ արտոնություն մոտենալու տիեզերքի Աստծուն, ամեն արարչին եւ համարձակությամբ կանգնելու նրա գահի առջեւ ու խնդրելու, որ լրացնի մեր կարիքները, ինչպես նաեւ ուրիշների կարիքները, եւ փառաբանելու, երկրպագելու նրան։ Ինչ արտոնություն է դա։ Աղոթքը գործում է։ Աստված միշտ պատասխանում է աղոթքին։ Երբեմն նա ասում է ոչ, եթե սխալ բանի համար ենք աղոթում, եւ կա ժամանակ։ Այն, որ Աստված անմիջապես չի պատասխանում քո աղոթքին, չի նշանակում, որ նա երբևէ չի պատասխանելու դրան։
Երբեմն մի փոքր ժամանակ է անհրաժեշտ, բայց եղիր անսասան եւ աղոթիր ամեն բանի համար, մի ենթադրիր, այլ աղոթիր։ Հայտնության գրքում կա զգուշացում գոլ քրիստոնյաներին։ Հայտնություն 3:15-22 Գիտեմ քո գործերը, որ ոչ սառն ես, ոչ տաք։ Երանի սառը լինեիր կամ տաք։ Գիտեք, եթե ինչ-որ բան եք խմում, գերադասում եք, որ այն լինի տաք կամ սառը, դուք չեք ցանկանում, որ այն գոլ լինի։ Ուրեմն, որովհետև գոլ ես, եւ ոչ տաք, ոչ սառը, քեզ պիտի փսխեմ իմ բերանից, զզվելի է, սա լավ չի հնչում։ Ոչ ոք չի ուզում լսել դա, բայց սա մի բան է ասում, շարժվիր։ Եթե անելու ես դա, արա։ Ամբողջությամբ նվիրվիր դրան, եղիր հարցակողական, եղիր վճռական, եղիր նվիրված, կես ճանապարհին մի կանգնիր, գնա մինչև վերջ Աստծո հետ, դու ասում ես ես հարուստ եմ, ես հարստություն եմ ձեռք բերել եւ ոչնչի կարիք չունեմ, ինձ համար միևնույն է թե որքան գումարի կարիք ունես, այն ինչ քեզ անհրաժեշտ է ավելի քան ֆինանսները, Աստված է, դու կարիք ունես ավելի լավ ճանաչելու նրան, դու կարիք ունես ավելի խոր ճանաչելու նրան, բայց դու չես գիտակցում, ինձ դուր է գալիս սա։ Դու չես գիտակցում, որ դու թշվառ ես, ողորմելի, աղքատ, կույր եւ մերկ։ Գիտեք, թե որքան մարդիկ կան, որոնք Հիսուսի կարիքը չեն զգում, քանի որ հարուստ են եւ մեծ կարիքներ չունեն իրենց կյանքում։ Բայց թույլ տվեք ասել, ձեր հարստությունը կարող է մեկ օրում չքանալ։ Մի օր Հիսուսը կվերադառնա եւ դուք կցանկանաք պատրաստ լինել գնալու ոչ թե վատ, այլ լավ տեղ։ Դուք եկել եք այս աշխարհ առանց ոչնչի, գնալու եք առանց ոչնչի։ Երբ մահվան մահճում լինեք, չեք խնդրելու, որ ցույց տան ձեր բանկային հաշվեկշիռը։ Դուք ցանկանալու եք տեսնել ձեր ընտանիքին, դուք ցանկանալու եք իմանալ, որ արդար եք Աստծո առջև։ Մի հետաձգեք այս ամենը, քանի դեռ չափազանց ուշ չէ, մի ապավինեք ձեր միջոցներին, այլ իմացեք, որ առաջինը պետք է փնտրեք Աստծուն, եւ նա կավելացնի մնացած բաները։ Խորհուրդ եմ տալիս, որ ինձնից գնես կրակի մեջ մաքրված ոսկի, որպեսզի հարստանաս, եւ սպիտակ հանդերձներ, որ հագնես, որպեսզի ծածկես քո ամոթալի մերկությունը եւ դեղ, որ դնես աչքերիդ, որպեսզի տեսնես։ Հիմա լսեք սա. ում սիրում եմ, հանդիմանում եմ եւ խրատում։ Վաու։ Հիշում եմ, որ իմ կյանքում լինում էին ժամանակներ, երբ այնքան հաճախ էի խրատվում, որ ասում էի, Աստված, այսօր դու կարող էիր մի փոքր քիչ սիրել ինձ։ Ես չէի ուզում խրատվել եւ շտկվել այդ օրը։ Գրված է ուրեմն եղիր անկեղծ եւ ապաշխարիր, ահա ես դրան առջև կանգնած եմ եւ թակում եմ, եթե մեկը լսի իմ ձայնը եւ բացի դուռը, ես կմտնեմ նրա մոտ եւ ընթրիք կանեմ նրա հետ եւ նա ինձ հետ։ Արդյոք Աստված թակում է քո սրտի դուռը հենց հիմա։ Արդյոք չես հանձնել քո կյանքը Քրիստոսին։ Այսօր հենց հիմա դու լսում ես նրան, դու չէիր ծրագրել դիտել այս հաղորդումը։ Պատահաբար միացրիր հեռուստացույցը եւ ինչ-որ բան հետաքրքրեց քեզ։ Աստված գրավեց քեզ։ Դու դժբախտ ես, թշվառ, ունես բազում խնդիրներ, սակայն երբեք չես ընդունել Քրիստոսին որպես քո փրկչի, երբեք քո կյանքը չես հանձնել նրան, արդյոք նա թակում է քո սրտի դուռը։ And they will talk to you and pray with you, and you can start a brand new life today. Հարկ չկա, որ դու սպասես կամ պարզապես ցանկանաս, դու կարող ես այսօր սկսել բոլորովին նոր կյանք։ Ով որ հաղթում է կտամ իրավունք, որ ինձ հետ նստի իմ աթոռին, ինչպես ես հաղթեցի եւ նստեցի իմ հոր հետ նրա աթոռին։ Ով որ ականջ ունի, թող լսի, ինչ որ հոգին ասում է։ Արդյոք քո մի ոտքը Աստծո թագավորության մեջ է, մյուսը աշխարհում։ Արդյոք ամեն կիրակի հաճախում ես եկեղեցի, բայց երբ գնում ես աշխատանքի, շաբաթվա ընթացքում վարվում ես այնպես, ինչպես բոլորը։ Արդյոք դու կիրակի առավոտյան սուրբ ես, իսկ երկուշաբթի առավոտյան մեղավոր։ Եթե ծառայելու ես Աստծուն, հստակ որոշիր, որ մշտապես ծառայելու ես նրան, ոչ միայն այն ժամանակ, երբ քեզ շրջապատող մարդիկ համաձայն են քո կրոնական վարդապետությանը, այլև միշտ։ Եվ երբ շփվում ես այն մարդկանց հետ, որոնք փոխզիջման են գնում, չպետք է դառնաս նրանց նման, Աստված ասում է լինել կամ տաք, կամ սառը եւ ոչ թե գոլ։
Կան բազմաթիվ բնագավառներ, որտեղ մենք կարող ենք վճռական եւ հարցակողական լինել։ Այս մասին կրկին կխոսենք վաղը, այնպես որ եթե սա օգնում է քեզ, վաղը կրկին միացիր մեզ մնացածը լսելու համար։ Առաջին բնագավառը, որի մասին կխոսեմ, մտքի բնագավառն է։ Պարզապես մի մտածիր այն ամենի մասին, ինչ գլխումդ ծագում է, որովհետև մեծ մասամբ դրանց հեղինակը սատանան է եւ չարժե դրանց շուրջ խորհրդացել ու մտորել։ Մտածիր վճռականորեն։ Վճռականորեն մտածիր լավ բաների մասին։ Ես սիրում եմ օրը սկսել մտածելով եւ ասելով. այսօր հրաշալի օր է։ Այսօր ինչ որ լավ բան է կատարվելու ինձ հետ եւ իմ միջոցով։ Այսօր ես զվարճալի ժամանակ եմ ունենալու, ես շատ ծիծաղելու եմ եւ բարի պտուղ եմ բերելու Աստծո թագավորության համար։ Ինչու առավոտյան չարթնանալ եւ չհռչակել, թե ինչպիսի օր եք ունենալու։ Եվ ոչ թե պարկել անկողնում եւ վախենալ վեր կենալուց, որովհետեւ վախենում եք, որ ավելի շատ խնդիրներ եք ունենալու։ Մեկ այլ բան, որ օգտակար է ասել, սա է. այսօր ես կարող եմ անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է Քրիստոսի միջոցով, որ զորացնում է ինձ։ Նույնիսկ եթե ունեք խնդիր, կարող եք լուծել այն, դուք կարող եք լուծել այն, դուք կարող եք լինել կայուն, դուք կարող եք լինել երջանիկ, որովհետև մենք կարող ենք ունենալ անպատմելի եւ փառավոր ուրախություն եւ խաղաղություն, որ վեր է հասկացողությունից։ Մտածեք, թե ինչպես կարող եք ազատվել պարտքերից։ Մի ասեք կուզեի, որ այդքան պարտք չունենայի։ Ոչ, մտածեք, թե ինչ կարող եք անել։ Գուցե կարող եք համախմբել ձեր պարտքերը եւ ավելի արագ մարել դրանք։ Գուցե որոշ ժամանակով երկրորդ աշխատանք ունենաք։ Գուցե ձեր բյուջեում կան բնագավառներ, որտեղ կարող եք ծախսերը կրճատել եւ ավելի շատ վճարումներ կատարել պարտքերի մասով։ Ունեցեք ծրագիր եւ գործեք այդ ծրագրի համաձայն։ Գուցե ձեր տունը խառնաշփոթի մեջ է, ամեն բան խառնաշփոթի մեջ է, ձեր զգեստապահարանում խառնաշփոթ է, նկուղում խառնաշփոթ է, ավտոտնակում խառնաշփոթ է։ Ցանկացած դարակում, որ բացում եք խառնաշփոթ է, ուստի մտածեք ինչպես կարող եմ հեռացնել այս խառնաշփոթը իմ կյանքից։ Ինչ կարող եմ անել։ Գուցե մի քանի օրով կարող եք վարձել ինչ-որ մեկի, որը լավ կազմակերպիչ է եւ կարող է օգնել ձեզ։ Կամ գուցե ունեք հարազատ, որը կհամաձայնի գալ եւ օգնել ձեզ կարգավորելու ամեն բան։ Կամ գուցե օրական 30 րոպե հատկացնեք խառնաշփոթը վերացնելու համար։ Գիտեք, եթե բավականաչափ համառեք, շատ շուտով խնդիրը կլուծվի։ Ինչպես կարող եմ հասնել ավելի շատ մարդկանց Քրիստոսի համար։ Ինչպես կարող եմ ավելի շատ տալ աղքատներին։ Ինչպես կարող եմ օգնել ավելի շատ մարդկանց։ Ես շատ եմ մտածում այս մասին։ Գիտեք ինչու, ոչինչ քեզ ավելի չի երջանկացնում, քան ուրիշներին օգնելը։ Դա իրական ուրախություն է բերում քո կյանքում։ Ինչ է ասում Աստվածաշունչը գաղատացիների թղթում. ուշադիր եղեք, որ օրհնություն լինեք, հատկապես հավատքի ընտանիքի անդամներին։ Դա նշանակում է մտածել այն ուղիների մասին, որոնցով կարող եք լինել օրհնություն։ Շատ քիչ են այն օրերը, երբ Աստծուն չեմ հարցնում, ում կարող եմ օգնել այսօր։ Առավոտները հիմնականում ես գիտեմ, թե ուր եմ գնալու, ինչ եմ անելու, եւ երբեմն ես վճռականորեն մտածում եմ, ում կողքին եմ լինելու այսօր, ում եմ տեսնելու։ Եվ ես լսում եմ մարդկանց։ Մարդիկ շատ հաճախ ասում են, թե ինչ են ցանկանում եւ ինչի կարիք ունեն, եթե պարզապես լսում եք նրանց։ Լսեք նրանց կարիքների մասին եւ հարցրեք Աստծուն, թե կա արդյոք որևէ բան, որ ցանկանում է, որ դուք լրացնեք։ Ինչպես կարող եմ կերակրել աղքատներին, եւ ես չեմ խոսում փայլուն գաղափարների մասին, որոնք մարմնական են։ Ունեցեք Քրիստոսի միտքը։ Աստվածաշունչն ասում է առաջին Կորինթացիների 2:16-ում, որ մեզ տրվել է Քրիստոսի միտքը, որպեսզի ունենանք նրա սրտի մտքերը, մտադրություններն ու նպատակները։ Այսպիսով մեր ներսում ոչ թե մարմնավոր միտքն է, որը զգացողությունն ու բանականությունն է առանց Սուրբ Հոգու, այլ Հոգու միտքը, որը կյանք է եւ հոգու խաղաղություն, թե հիմա, թե հավիտյան։ Մենք կարող ենք մտածել Հիսուսի պես։ Թույլ տվեք աղոթել ձեզ համար նախքան ավարտելը։ Հայր, խնդրում եմ, օգնիր մեզ մտածելու Քրիստոսի մտքով։ Օգնիր մեզ մտածելու այնպես, ինչպես դու ես մտածում, եւ ճանաչելու սատանայի յուրաքանչյուր սուտ եւ վճռականորեն մերժելու այն ու այլևս չհանդուրժելու նրա անհեթեթությունները։ Հիսուսի անունով։ Ամեն։ Գիտեք ինչ, Աստված սիրում է ձեզ եւ ձեզ հրաշալի ապագա է սպասում։ Եվ թույլ մի տվեք, որ սատանան գողանա այն ձեզնից, ձեզ հրաշալի օր եմ ցանկանում։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։
Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։